Սա պոստն է, Ադրբեջանի դրոշն է։ Այստեղից հեռավորությունը մոտավոր երևի 150 մետր է։ 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած Սյունիքի մարզի Սյունիք գյուղն է։ Երկհարկանի շենքը, որտեղ ընտանիքի հետ բնակվում է Սվետլանա Փարսադանյանը, գյուղի վերջին տունն է ու 2020 թվականից ադրբեջանական զինված ուժերի թիրախում է։ Այս մասում հենց սա մեր բնակելի շենքն է։ Ամռանը պատուհանները բաց է, մենք իրեն ձայնը լսում ենք։ Իրենք ինչ անում են, մենք բարձ լսում ենք, երգում են, խոսում են, ինչ են անում, մենք լսում ենք։ Մենք ունենք այգի անմիջապես գետի մոտ, որ այդ այգին էլ ընդհանրապես չեն գնում, որովհետև շատ մոտ է սահմանին։ Այնտեղից որ թուրք ուզենա ասենց մի հատ քարով խփի, հանգիստ կխփի։ Մենք այդ այգին ընդհանրապես չեն գնում, ոտք չեն դնում, անգամ օտով էլ չենք անցնում, որովհետև շատ վտանգավոր է։ Կապանից 5 կիլոմետր ադրբեջանական զինված ուժերից մոտ 200 մետր հեռավորությամբ գյուղում խնդիրները շատ են։ Ամենակարևորն անվտանգությունն է։ Ջրի խնդիր կա, այգի ջրելու խնդիր կա այս համայնքում։ Մարդիկ գիշերները անհոգ դուրս էին գալիս, իրաց այգիները ջրում էին, քանի որ այդ գիշերվա ժամերին էր ջուրը։ Այս բանի մարդիկ վախենում են, որովհետև դե ինձ մի հատ պատահական թեկուզ մեր հայերից մեկը դուրս է գալիս, իրակ արդեն անհանգստանում են։ Իրանք արդեն գիտեն թուրքը եկել է, վсё։ Չկա անվտանգություն չկա։ Հույսներս դրել ենք տեսագրությունների վրա, որ տեսագրություններով ինչ որ հսկվում է եւ այլն, բայց այնպես բան չկա։ Անվտանգային հարցերն ամեն օր ակտիվ քննարկում են նաև գյուղամիջում։ Սյունեցիներին մտահոգում է ադրբեջանական զորքերը եկել ու գյուղի հարևանությամբ դիրքավորվել են։ Այնա իրանց զորքուն դկանա։ Այնա գետին կողմի իրացնա, միջև այրապորտին դիմացի իրացնա։ Դե այս պատերազմից հետո անվտանգություն չկտես։ Չի եղել։ Հիմա այգուց միջևն է հազիվ 20 մետր լինի։ Իրենց ես մեկ, որ ասեք վախենում չես, վախենում ես։ Վախենում ես։ Ադրբեջան Թուրքիա հետ ապրած մարդիկ մենք այն ժամանակ իրանց կային էլ ապրում էին մեր գյուղում։ Ես կյանքում իրաց չեմ վստահել, ոչ էլ կվստահեմ։ Դրանց ինչ վստահես, որ ես ինձ ապահով զգամ, որ խաղաղություն։ Իշխանության խոստացած խաղաղությանը սյունեցիները չեն հավատում, տեսնում ու լսում են, ինչ են խոսում ու ցուցադրում ադրբեջանական լրատվամիջոցները, գիտեն նաև ինչ կա Ալիևի հայտարարությունների տողատակերում։ Ես իրանց լեզու մաքուր անգիր գիտեմ, համել խոսում եմ, իրանց ալիքներն են նայում եմ, էլ են Ալիևը տես ինչ էր ասում ախպեր։ Դեն ինչ խաղաղություն, տան հավատալ կլնի։ Մեկա Փաշինյանը ում է դել պայմանավորվի, ես իրան չեմ հավատում։ Որտե մենք հասցել ասել, ախպեր, ոչ մի բանին ես չեմ հավատում։ Արտաքին ու անվտանգային հարցերից զատ Սյունիք գյուղում խոսում են նաև տարիներով լուծում չստացած ու բազմապատկված խնդիրների մասին։ Ջրի խնդիրը կա, դե առանց գյուղը առանց խնդրի չի լինի։ Անասնապահությունը համարյա վերացած է, բայց առանց նախկինում պահում են։ Եթե գյուղվարչության նախարարություն չկա, ինչ անասնապահություն։ Էկոնոմիկայի նախարարը ինչ գործ ունի գյուղվարչության նախարարության հետ։ Յանի շատ է հասկանում էկոնոմիկայից մեր գյուղվարչությունը, պետք է հետը հասկանական։ Որ գիտես ինչ կան անասուն կարծել, չի կարա հաշվի։ 5-6 բելուկ առավոտները, բելուկ գիտես չէ, ամեն մի նախերը մոտավորապես մի 70-80 գլուխ։ Դե հիմի որ բան չկա, անասուն պահող չկա, հողամասերը համարյա չեմ մշակում, շատ քիչեր են էլ կանաչի, մանաչի էլի տենց։ Օրվա ապրուստը հոգալու համար գյուղացիների մեծ մասը Կապանում ու Քաջարանում են աշխատում։ Աշխատատեղերի բացակայության պատճառով երիտասարդներից շատերը դպրոցն ու բուհն ավարտելուց հետո իրենց ապագան տեսնում են Երևանում կամ երկրի սահմաններից դուրս։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։